Այս ժեստով Նիկոլ Փաշինյանը ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիք է նետում իր ընդդիմախոսների ուղղությամբ, սպառնում է կտրել բոլոր նրանց վզերը, ովքեր կհանդգնեն հարց տալ ՔՊԱ-ականների շուրջ կոռուպցիոն սկանդալների մասին։ Այս վտանգավոր ժեստը անելիս Փաշինյանը նաև ինչ-որ բան է ասում, սակայն աղմուկի մեջ չի լսվում, թե ինչ։ Ալեն Սիմոնյանը համոզում է, որ Փաշինյանը չի սպառնացել падգամավորի վիզը կտրել։ Այդ ժեստով ասել է, թե իր համբերության բաժակը լցրել են Հայաստան խմբակցության падգամավորները կոռուպցիոն աղմկահարույց դեպքերի մասին իրենց հարցերով։ Վարչապետն էլ, ես էլ, մնացած բոլորս մենք մարդ ենք, մսից արունից ենք, մարդ ենք, եւ մենք էլ նյարդեր ունենք եւ համբերություն ունենք, ասենք ասում եմ, այդ լկտիությունը, այդ երեսպաշտությունը, որ ասենք, որ կողքիներով նստած, իրար կողք նստած, մեկը ես ինչն է արել, մեկը են ինչով է հայտնի, մեկը են միսով է հայտնի, մեկը են միսով է հայտնի, գալիս ասում են, բռնեք դրանց, այդ գալիս է իսկական այդ վարչապետը ճիշտ էր ասում, այստեղն է հասնում։ Իսկ այն, որ Փաշինյանն ու ընկերները համբալ բառն են չարաշահում, վաղուց լցրել է ընտրողների համբերության բաժակը։ Ամեն համբալ չգա կայնիստ է։ Հասկանում ենք, թե ինչ երկրում ենք ապրում, երբ ազգային ժողովի նախագահան կարող է թքել, հետևաբար ինքն էլ կարող է այդպես հանգիստ նման բառապաշար օգտագործել, որ ես ցանկություն չունեմ նույնիսկ կրկնելու։ Հայաստան խմբակցության падգամավոր Աննա Գրիգորյանը նկատում է օրենքի տանը հակաօրինական, խուլիգանական վարքագիծ է դրսևորել Փաշինյանը։ Ընդդիմությունը իրավական ուղի է փնտրում պատասխանատվության կանչելու խորհրդարանի դահլիճում հնչեցրած վիրավորանքի համար։ Դա սովորական խուլիգանական վարքագիծ է, դա ուրիշ ոնց պետք է գնահատել։ Որ մի նորմալ, ժողովրդավարական, նորմալ երկրում հնարավոր է, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, նույնիսկ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը չէ, սովորական պաշտոնյան քաղաքացին կարող են նման հայտարարություններ հնչեցնել։ Բայց ձեր մասին ինչ են գրում։ Փաշինյանը դիվոտում է, երբ իր օրոք չվերացած ավելին ծաղկող կոռուպցիայի մասին են նրան հիշեցնում, հղում անելով մամուլին, նկատում են падգամավորները։ Այսինքն մամուլ, բայց ձեր մասին ինչ են գրում մամուլի հոդվածներ։ Դուք ընդհանրապես ինչ եք ասա, ձեր մասին գրում եք, որ դուք օտարերկրյա շպիոններ եք։ Ինչ գործ ունեք, դուք ես դահլիճում ընդհանրապես նստած։ Մամուլի հրապարակումներով առաջնորդվեմ, սաղիթ պետք է տանեմ լսեմ ԱԾ-ի պատվալը։ Փաշինյանը արձանագրում է, որ հայկական մամուլը իրեն օտարերկրյա գործակալ է անվանում ու եզրակացնում, եթե մամուլի հրապարակումներով առաջնորդվի, ինքը պետք է ընդդիմադիրներին հրապարակում ոտքերից կախի։ Վարչապետը, նրա թիմակիցները եւ նրան կից լրատվամիջոցները չեն դադարում կեղծ լուրեր տարածել, թե ռուսի շպիոն են Հայաստան դաշինքի անդամները։ Էրդողանի գիրքը ամեն անգամ գրկելիս, թե հիշի թող իրանք որ երկրի շպիոններն են։ Աննա Գրիգորյանը մի առաջարկ ունի մայիսի 9-ի շքերթին մասնակցելու համար Մոսկվա մեկնող Նիկոլ Փաշինյանին։ Եթե կարծում է, որ Ռուսաստանը իր գործակալների միջոցով հիբրիդային պատերազմ է մղում Հայաստանում, թող այդ հարցը քննարկի Պուտինի հետ։ Ես պնդում եմ, որ Նիկոլ Փաշինյանը այս օրակարգով Պուտինի հետ անպայման քննարկում ունենա։ Թող Նիկոլ Փաշինյանը հասկանա ինչու է Պուտինը այստեղ իրանց պնդմամբ, այստեղ հիբրիդային պատերազմ սանձազերծել եւ ինչ կարող են անել այդ կանխելու այդ ամենը։ Աննա Գրիգորյանը абսուրդ ցնորամտություն է համարում քաղաքական մեծամասնության եւ քույր ուժերի ներկայացուցիչների հայտարարությունները, թե նոր-նորքի թաղապետարանում ծեծուջարդի պատճառն այն է, որ Կրեմլը իր գործակալ բլոգերի միջոցով սադրանք է կազմակերպել Հայաստանի ինքնիշխանությունը թուլացնելու նպատակով։ Սա ուղղակի абսուրդ է, ես ամաչում եմ, որ մենք ստիպված ենք նման բաներ քննարկել։ Կարնե Մանգասարյան, Նորա Շարբաթյան եւ Հարություն Մաթեւոսյան, Հայլուր։